Բարև ձեզ հայեր ջան, այսօր ես կպատմեմ Հայաստանը Տիգրան Մեծի ժամանակ, Տիգրան Մեծի օրոք ավելի ճիշտ, եւ բոլոր թագավորություններից ամենամեծը հենց հայկական թագավորությունն է եղել եւ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, լայքեք, մակնաբանություններ թողեք, որ ել ավելի հետաքրքիր պատմություններ ներկայացնեմ հայ ազգի մասին։ Շնորհակալություն։ Մեր պատմության մեծ անհատներից մեկը Տիգրան Մեծն է։ Ծնվել է Քրիստոսից առաջ 140 թվականին։ Քրիստոսից առաջ մոտավորապես 120-ից 110-ական թվականներին միջակայքում, ինչպես արդեն հիշատակվել է, պարթևների դեմ անհաջող պատերազմից հետո մեծ հայքի արքայազն Տիգրանը պատանդ էր տարվել Պարթևստան։ Քրիստոսից առաջ 95 թվականից հայոց արքայի մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ Հայաստան որպես վերադարձ պայման պարթևներից զիջեցին որոշ տարածքներ հայկական տարածքներից եւ նաեւ այստեղ իր ուրույն տեղն ուներ հենց աշխարհաժողովը, որը խթանեց այլ արքաների կամ այլ արքայազնի անօրինաբար արքայի տիտղոսին արժանանալու եւ արքայագահական կռիվները վերսկսելու եւ ավելի ու ավելի թուլացնելով հայոց թագավորությունը եւ այդ պատճառով Տիգրան Մեծը հենց պարտական է աշխարհաժողովին, որով ինքը իշխանության է գալիս, բայց հետագայում նա անտեսում է հենց աշխարհաժողովը, որի շնորհիվ ապստամբում են հենց իր երկու զավակները եւ դավաճանում են իրեն եւ մանրամասն կներկայացնեմ։ Անհրաժեշտ էր նախ միավորել մեծ հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես առաջինին Քրիստոսից առաջ 94 թվականին Տիգրան II պարտության մատնեց Արտանես Երվանդունուն եւ ծովքը վերամիավորեց մեծ հայքին։ Հայկական բոլոր հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ փոքր հայքի միացումը, ինչը հնարավոր չեղավ, քանի որ Քրիստոսից առաջ 112 թվականին փոքր հայքի արքա Անտիպատրոս Երվանդունին իր թագավորությունը կտակել էր Միրադատ եւ Պատորին, վերջինիս նպատակ ուներ Ռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից եւ Հունաստանից։ Նրա ծրագրերը կապվում էին արևմտյան աշխարհի հետ, որտեղ Տիգրան Մեծն առանձնակի քաղաքական հետաքրքրություններ չուներ։ Հայոց արքայի աշխարհակալական ծրագրերը կապված էին Հայաստանից արևելք, հարավ եւ հարավ-արևմուտք ընկած տարածքների հետ, ինչը չէր խանգարում Միրադատ եւ Պատորին։ Երկու երկրներն էլ պետք էր ապահովագրել իրենց թիկունքը, մանավանդ որ նրանք բախվելու էին Ռոմի պես հզոր հանրապետության կամ պես գիգանտի եւ Պարթևստանի հետ։ Քրիստոսից առաջ 94 թվականին դաշին կնքվեց, որը ամրապնդվեց 46-ամյա Տիգրան II եւ Միրադատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ, վերջինս փոքր էր հայոց արքայից մոտ 30 տարով։ Կնքված դաշինքի առաջին գործնական դրսևորումը եղավ Քրիստոսից առաջ 93 թվականին եւ 91 թվականներին հայ պոնտական զորքերի կողմից Կապադովկիայի նվաճումը։ Երկու արշավանքների ժամանակ էլ ըստ պայմանավորվածության Կապադովկիայի տարածքն անցնում էր Պոնտոսին, իսկ ողջ շրջակա գույքը հսկայական քանակությամբ ռազմավարական եւ գերին էր հայոց թագավորությանը։ Հետագա իրադարձությունները թույլ են տալիս հասկանալ Տիգրան Մեծի հեռահար հաշվարկները։ Կապադովկիայի տարածքն իր իշխանության տակ վերցնելը կհանգեցներ Ռոմի հետ հակամարտությանը, որը այդ ժամանակ ամենևին պետք չէր Տիգրան Մեծին։ Նա նախապատրաստվում էր Պարթևստանի դեմ մեծ պատերազմի,
որից առաջ պետք էր պետությունը ապահովել տնտեսական և մարդկային ռեսուրսներով։ Քրիստոսից առաջ 87 թվականին մահացավ Պարթևստանի արքա Միրհադատ II, որին Տիգրան II կնության էր տվել իր դուստր Արիազատ Աուտոմային։ Միրհադատ II-ի կյանքի վերջին տարիներին Պարթևստանում ներքաղաքական պայքար էր սկսել գահի հիմնական հավակնոտ սատրապ Գոդդարդը փորձեց գրավել պարթևական գահը։ Պահը հասունացել էր հենց Քրիստոսից առաջ 87 թվականին Տիգրան Մեծի արշավեց Պարթևստանի դեմ։ Տիգրան Մեծը ջախջախելով պարթևական զորքը հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էկբատան և պաշարեց այն։ Խուճապարհար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն նվաճած տարածքները, այլև արքայից արքա Տիտղոսը, ընդունելով նրան գերիշխանությունը, որը Պարթևստանը ընդունել էր Տիգրան Մեծի գերիշխանությունն ու մտել նրա աշխարհակալության մեջ։ Պարզորոշ երևում է, որ Պոնտոս Պրոկուսի տեղեկություններից, ըստ որի Պարթևստանի արքաների ցանկում Միրհադատ II-ից հետո հիշատակվում է Տիգրանը, որին կոչում էին Աստված։ Պարթևական պատերազմից հետո Տիգրան Մեծը գերիշխանությունը ընդունեց կամ նրան դաշնակից դարձրեց Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք էին տրամադրում հայոց տիրակալին։ Քրիստոսից առաջ 85-ից 84 թվականներին հայոց տերությունը միացան նաև Կոմագենի հայոց միջագետքը, Կապադոկիան, Օսրոենը և Միկդոնիան։ Սելևկյան տերությունը երկար ժամանակ բզկտում էր երկպառակտչական պատերազմներից և չափազանց թուլացել էր։ Սելևկյան ավագանին ի վերջո որոշեց երկիրը փրկել որևէ օտար տիրակալի հրավիրելով։ Քննարկվեցին բազմաթիվ թեկնածուներ, և ի վերջո ընտրությունը կանգ առավ հայոց տիրակալի վրա, որը Քրիստոսից առաջ 83 թվականին Անտիոքում բազմեց սելևկյանների գահը և տիրեց Սելևկյան տերությունը 17 տարի շարունակ։ Քրիստոսից առաջ 83-ից 81 թվականներին Տիգրանյան տերությունը միացան Կիլիկիան և Փյունիկիան։ Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Քրիստոսից առաջ 81 թվականին դրանց շնորհեց ազատություններ, մերօրյա հասկացությամբ լայն ինքնավարություն, իրավունք, ի նշան երախտագիտության, արքաները, որոնց մեջ էին Բերիտը, ներկայիս Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը։ Իրենց քաղաքային տոմարը սկսեցին հաշվել այդ թվականից և նոր հատած քաղաքային դրամները թվագրվեցին այդ տոմարով։ Հայոց տիրակալն իր նվաճումներով նույնիսկ անգամ ազատարար էր և ազատում էր բոլոր այն երկրներին, որոնք ենթարկվում էին հայոց աշխարհին։ Քրիստոսից առաջ 80 թվականին Տիգրան Մեծի օգնության շնորհիվ Պտղոմեոս II-ը Կլեոպատրա 8-րդի հայրը Եգիպտոսից դուրս մղեց հռոմեացիներին և հաստատվեց հայրական գահին։ Քրիստոսից առաջ 72 թվականին բուռն պայքար ծավալվեց միջերկրածովային արևելյան ավազանի հարավային կեսերի համար։ Գլխավոր Ախոյանը Նաբաթեակ թագավորությունն էր, որը պատվելով ընդունեց Տիգրան Մեծի գերիշխանությունը։ Հայոց տիրակալի գերիշխանությանը ճանաչեց նաև Հուրաստանը կամ։ Հիմքեր կան ենթադրելու, որ Քրիստոսից առաջ 72-ից 71 թվականների սահմանագծին Տիգրան Մեծը Սպարտակի ապստամբությանը աջակցելու համար մի հեծելազոր էր ուղարկել Իտալիա՝ կարևոր մի դրվագում
վճռական դեր կատարելուց հետո հեծելազորը ի վերջո ոչնչացվեց Սպարտակի ապստամբությունը ճնշելու ուղիների կողմից։ Հռոմն իր հերթին Քրիստոսից առաջ 71 թվականին Տիգրան Մեծի դեմ էր դուրս բերել Սելևկյան արքայատոհմի ներկայացուցիչ Սելե Կլեոպատրային, որի ընդվզումը ճնշվեց, նա գրավվեց և մահապատժի ենթարկվեց։ Այսպիսով, քառորդ դարում Քրիստոսից առաջ 95-ից 70 թվականների ընթացքում Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն, որի սահմանները և քաղաքական ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Կովկասյան լեռներ և Կասպից ծով, Սև ծովից մինչև Պարսից ծոց։ Արևելքում Տիգրանյան տերության սահմանները ու ազդեցության գոտիները հասնում էին մինչև Հնդոսի և Ամուդարիի հովիտները։ Հայոց տերությունն իր գերիշխանության ներքո գտնվող երկրներով և քաղաքական ազդեցության ոլորտով հանդերձ գրավում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կիլոմետր։ Քրիստոսից առաջ 80-ական թվականներին անհրաժեշտություն առաջացավ աշխարհակալության համար նոր մայրաքաղաք հիմնադրելու, և նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և հայոց հողում էր և համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ։ Դա այն վայրն էր, որտեղ Քրիստոսից առաջ 95 թվականին թագադրվել էր արքայազն Տիգրանը։ Փաստորեն, դեռևս պատանդության մեջ գտնվելով նա մշակել էր աշխարհակալության հասնելու ծրագիր և իր մտապատկերում ուրվագծել էր հսկա մի տերություն, որի ապագա մայրաքաղաքի տեղն էլ կատարեց իր թագադրումը։ Քաղաքը շրջապատված էր 50 կանգուն, այսինքն 25 մետր բարձրությամբ պարսպով, ուներ անառիկ միջնաբերդ, պալատ, թատրոն, պարտեզներ, այգիներ և որսատեղիներ։ Կարճ ժամանակաշրջանում կառուցվեց մեծ ու շքեղ մի քաղաք։ Ուշագրավ է, որ հռոմեացի պատմիչի վկայությամբ հայերը նախանձախնդրությամբ արագորեն ծաղկեցրին իրենց նոր մայրաքաղաքը և դա արեցին հանուն արքայի նկատմամբ տածած սիրո և հարգանքի։ Հայոց տիրակալը կառուցեց երկրի համար կենսական նշանակություն ունեցող արքունի պողոտան, որը հին մայրաքաղաք Արտաշատը կապում էր նոր մայրաքաղաք Տիգրանակերտի հետ։ Մեծն Տիգրանն իր անունով հիմնադրեց ևս մի քանի բնակավայր։ Տիգրանակերտ անվամբ քաղաքներ հիմնադրվեցին հյուսիսային միջագետքում, Ասորիքի հյուսիսում, Զևգմայի մոտ, Ուտիկ և Արցախ նահանգներում, Տիգրանավան անվամբ ևս երկու բնակավայր Գողթանում և Մարաստանում։ Քրիստոսից առաջ 71 թվականին Միրադատ VI Եվպատ օրը պարտվեց Հռոմի դեմ մղած պատերազմում և ապաստանեց Հայաստանում։ Նրա հետապնդումը Լուկուլոսը չհանդգնեց անցնել Հայաստանի սահման, այլ պատվիրակներ ուղարկեց ստանալու Հռոմի ոխերիմ թշնամուն։ Տիգրան Մեծը մերժեց հռոմեացիներին և չհանձնեց իր դաշնակից ու բարեկամին։ Քրիստոսից առաջ 69 թվականի գարնանը Լուկուլոսը արշավեց Հայաստան։ Թեպետ սկզբում հռոմեացիները ուղղություն ունեին, բայց պարզապես ավարտվեց հռոմեական բանակի ջախջախմամբ և փախուստով։ Հայոց զորքերի օգնությամբ Միրադատ Եվպատ օրը ազատագրեց Պոնտոսը, այնտեղից դուրս մղելով հռոմեացիներին։ Տիգրան Մեծն ու Միրադատ Եվպատորը նախատեսում էին Քրիստոսից առաջ 67 թվականին մեծ արշավանք սկսել Հռոմի դեմ, ինչը սակայն չիրականացավ։ Քրիստոսից առաջ 67 թվականի վերջին և 66 թվականի սկզբին կնքվեց հռոմեա-պարթևական ռազմական դաշինք ընդդեմ հայ-պոնտական։ Երկու խմբավորումների միջև տեղի ունեցան բախումներ։
Հռոմեացիները հաղթեցին և գրավեցին Պոնտոսը, մինչդեռ Հայաստանում պարթևները պարտվեցին և փախուստի դիմեցին։ Յուրաքանչյուր կողմից մեկ երկիր հաղթեց, մեկը պարտվեց։ Քրիստոսից առաջ 66 թվականին Արտաշատում երկու հաղթող երկրներ Հայաստանի և Հռոմի միջև Տիգրան Մեծի ու Պոմպեոսի կողմից ստորագրվեց հաշտության պայմանագիր, որով Հայաստանը հօգուտ Հռոմի հրաժարվեց և Եփրատից արևմուտք ընկած իր նվաճումներից Պարթևստանի վերադարձրեց նախկին սահմանները։ Մեծ հայքը ճանաչվեց Հռոմի դաշնակից և բարեկամ, ինչը ենթադրում էր ռազմական փոխօգնության։ Տիգրան կրտսերը պետք է թագավոր ճանաչվեր Ծոպքում և Կորդուքում, իսկ հոր մահից հետո ամբողջ Մեծ հայքում, ինչը չիրականացավ, քանի որ նա ձերբակալվեց և աքսորվեց Հռոմ։ Ինչու Տիգրան Մեծը գնաց նման զիջումների, չէ՞ որ Քրիստոսից առաջ 69-ից 68 թվականին Լուկուլիոսյան պատերազմում նա հաղթել էր հռոմեացիներին, Պոնտոսի հետ լուրջ բախում չէր ունեցել, իսկ պարթևներին հերթական ու վերջին ջարդը տվել էր հենց Քրիստոսից առաջ 66 թվականին։ Առաջին հայացքից հասկանալի է թվացող այս լուծումը բացատրվում է միայն Տիգրան Մեծի հայրենապաշտությամբ։ Նա իսկապես հաղթանակող էր, սակայն պարտվել և փաստորեն ասպարեզից դուրս էր մղվել Հայաստանի դաշնակից Պոնտոսը, և Հայաստանը պատերազմը շարունակելու դեպքում կարող էր մնալ միայնակ ընդդեմ Հռոմի և Պարթևստանի, այլ կերպ ասած՝ միայնակ ընդդեմ ամբողջ աշխարհի։ Տիգրան Մեծը կարող էր շարունակել պատերազմը հանուն տիրակալի փառքի, բայց դրանով կվտանգեր իր հայրենիքի ապագան, երբ կշեռքի նժարին դրված էին տիրակալի փառքն ու հայրենիքի ապագան, մեծն Տիգրան ընտրություն կատարեց հանուն հայրենիքի։ Տիգրան Մեծը մահացավ Քրիստոսից առաջ 55 թվականին 85 տարեկան հասակում։ Հռոմի ականավոր դեմքերից մեկը՝ Ցիցիրոնը, Սենատում արտասանած իր ճառերում Տիգրան Մեծին բնորոշում էր «Վեհմենուս» բառով, որը Հռոմում քաղաքական գործչին տրվող բարձրագույն գնահատականն էր։ Նրանից քիչ ուշ ապրած նույնպես հռոմեացի մատենագիր Վելլեոս Պատերակուլոսը Տիգրան Մեծին կոչում էր իր ժամանակի հզորագույն թագավոր և թագավորներից մեծագույն, իսկ Պոմպեոս Տրոգոսը տեղեկացնում էր, որ նրան մեծարում էին Աստված կոչելով։ Եվ այսքանը, հայեր ջան, ճիշտ է, որոշ վերապահումներով ես համաձայն չեմ նրան, որ Տիգրան Մեծը դիմեց այդ քայլին, նա կարող էր իր բանակը բաժանել երկու մասի և հաջողություն ունենալ։ Հակասական է, բայց և հնարավոր է։ Ճիշտ է, Տիգրան Մեծը հեռատես քաղաքական գործիչ էր և Սպարտակի ապստամբության ժամանակ Հռոմի դեմ զորք էր ուղարկել ի օգնություն Սպարտակին, բայց ես էլի նշել էի և այս Արտակ Մովսիսյանի գրքում ավելի փաստերով ներկայացրեցի, որպեսզի հասկանայիք իմ իրավացի լինելուն։ Եվ հետագայում նաև ասեմ, որ Տիգրան Մեծը աշկարթող էր արել աշխարհաժողովին, ինչը իր հետևանքները ունեցավ և իր երկու տղաները դավաճանեցին իրեն, քանի որ տեսան, որ արքան միապետ է և հավասարը չունի իրեն, և այդ պատճառով նրանք ցանկացան այդ տիտղոսին արժանանալ, և այդ պատճառով Տիգրան Մեծը այդ դավաճանության համար սպանեց իր երկու զավակներին, բայց
կարող էր այդ ամենը կանխել հենց սկզբից, լսելով աշխարհաժողովին եւ աշխարհաժողովի խնդիրների լուծման կամ բարձրագույն խորհրդի այդ խորհրդով քայլեր ձեռնարկել հռոմեական հանրապետության կամ կայսրության դեմ պատերազմում եւ կկարողանար այդ լուծումների շնորհիվ, աշխարհաժողովի լուծումների շնորհիվ հասնել արդյունքի, բայց նա այդ չարեց եւ ագին տարածքներ տվեց հռոմեական կայսրությանը կամ հանրապետությանը եւ դա էր պատճառը, որ Հայաստանը այլևս մոտավորապես 10 տարի այլևս ոչ մի արշավանքներ, ոչ մի հարձակում չձեռնարկվեց իր հարևան երկրների վրա եւ մնաց նույն դիրքում եւ սկսեց թուլանալ։ Եվ հետագայում Հռոմը հարձակվեց նաեւ Հայաստանի վրա։ Եվ այս էր պատճառը, որ Հռոմը հետագայում Արտավազդ II եւ մյուս արքաների օրոք հարձակվում է հենց Հայաստանի վրա եւ ցանկանում է գերիշխել հայկական թագավորության վրա։ Եվ այդ խնդրից խուսափելու համար Տիգրան Մեծը կարող էր աշխարհաժողովի միջոցով, աշխարհաժողովի օգնությամբ հաջողության հասնել, բայց նա դա չընտրեց եւ երկիրը տարավ թուլացնելու այդ քաղաքականությանը։ Դա երևաց հետագայում, երբ որ Հռոմը հարձակվեց հայոց թագավորության վրա, մեծ հայքի վրա եւ աստիճանաբար թուլացրեց երկիրը եւ թագավորական տոհմին։ Եվ այդ որոշումը շատ սխալ որոշում էր հետագա տարիների համար, քանի որ այդ ժամանակ, երբ որ Տիգրան Մեծը տիրում էր 3 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքի, հայոց արքան կարող էր 300,000 հազարանոց բանակ հավաքել եւ կարող էր ջախջախել հռոմեական լեգիոնները եւ դա չարեց Տիգրան Մեծը։ Սա է խնդիրը։ Մենք պետք է սկսենք հասկանալ, թե ինչ կարելի է, ինչը չի կարելի եւ հետագայում ինչ խնդիրների առաջ կհանգենան մեր երեխաները եւ այդ իսկ պատճառով չպետք է որոշ քայլեր անել մեր երեխաների հետագա բարդությունների առաջ կանգնեցնելու համար։ Շնորհակալություն դիտելու համար մի շնորհ հետաքրքիր պատմություններ հայոց աշխարհի մասին։